Ջան, բարև ձեզ, Գյումրիից եք այսօրվա առավոտյան վերադարձել, Գյումրիում եք, որտեղ մեկ ամսով կալանավորեցին լրագրող, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին, ինչ է տեղի ունեցել, ինչ մանրամասներ կարող եք հաղորդել, համեցեք։ 2 օր առաջ երեկոյան, այսինքն նախապատրաստված մի գրոհ է իրականացվել, օպերացիա, որը կարելի է բնորոշել որպես տերորիստական ակտ, որը իրականացվել է մարզի դատախազի գլխավորությամբ, այսինքն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների իմացությամբ, ղեկավարությամբ, կարգադրությամբ եւ ամենագործում մասնակցությամբ տերորիստական ակտ է իրականացվել Լիլիթ Աղեկյան, հետաքննող լրագրող մարդու նկատմամբ, ով գյումրեցի է, ով նաև հանդիսանում է, նաև անդամակցում է Հայաստանի Հանրապետության ժուրնալիստների այդ կազմակերպությանը, միությանը, եւ ով ծավալել է բավականին երկար տարիներ լրագրողական աշխատանք, շատ քաջ է տեղյակ անձնավորություն է, բավականին իրազեկված գրագետ, ամեն ինչից անցուդարձից Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում եւ հարակից համայնքներից նա տեղեկություն ունի, հատկապես տեղեկություն ունի մարզի կրթության ոլորտում տեղի ունեցող չարաշահումների վերաբերյալ եւ այս վերջի տարիների ընթացքում նա բացահայտումներ է կատարել նախկինների եւ արդեն այս ներկաներ նախկինների վերաբերյալ, այսինքն այս ներկաների, ովքեր նախկինների են արատավոր երևույթները ընդօրինակել են եւ ավելի են մոդիֆիկացրել, ավելի են այսպես ասած բարձրացրել դրանց մակարդակը արատավոր երևույթների եւ հիմա այդ նորերը մի քիչ երիտասարդ, մի քիչ այլ գույնով, տեսքով, ձևով եւ այլն, բայց իհարկե ոչ միայն մի քիչ, այլ նաեւ բավականին տարբերվող արատավոր վարքագծով անձանց վերաբերյալ կատարել է բազմաթիվ բացահայտումներ։ Այդ թվում վերջին բացահայտումը վերաբերում էր Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայրիկ Կարապետյանին, որը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, իհարկե դա քիչ է, դա իր կատարած արարքների համար բավարար չէ, բայց այնուամենայնիվ Լիլիթ Աղեկյանի բողոքների, հաղորդումների, հետևողական աշխատանքի, որպես հետաքննող լրագրող այդ ծանր դժվար աշխատանքի հիման վրա իրավապահ մարմինները այլևս ինչ որ չափով հանձնվեցին եւ միայն մարզպետարանի կրթության բաժնի պետի մակարդակով այս պայդրությամբ մենք ունենք դատական ակտ։ Մնացած առումներով եղել են դատական ակտեր, եղել են որոշումներ, բայց այդ որոշումները ազատազրկման ձևով պատիժ դեռ չեն սահմանել։ Ուրեմն դրանցից մեկն էլ այն էր, որ թիվ 30 Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրեն, նախկին տնօրեն արդեն Արմինե Սուքիասյանի վերաբերյալ Լիլիթ Աղեկյանը կատարել էր բազմաթիվ բացահայտումներ։ Տվյալ կնոջ նկատմամբ տեղի էր ունեցել քրեական հետապնդում, նրան մեղադրանք էին առաջադրել խոշոր յուրացումների մեջ, մեղադրվել էր խոշոր յուրացում կատարելու մեջ եւ պաշտոնեական կեղծիքի մեջ։ Տվյալ տիկինը իր ամուսնուն ներմուծել էր դպրոց եւ դպրոցում տվել էր տնտեսական ղեկավարի պաշտոնը, մի խոսքով այս մեղադրանքների ներքո տեղի է ունենում քրեական հետապնդում, բայց գործը կարճվում է տվյալ Արմինե Սուքիասյանի դիմումի հիման վրա, քանի որ նա ասում է, որ իմ նկատմամբ կիրառեք վաղուեմության ժամկետ եւ այս գործը կարճեք այդ հիմքով։ Այսինքն ինքը շարունակում է մնալ չարդարացված եւ մնալ որպես մեղադրված անձ եւ որը հիմք է այլևս որպես դպրոցի տնօրեն չաշխատելու։ Այս տիկինը, այս իր անցյալը փորձում է թաքցնել եւ նորից է հավակնում դառնալ դպրոցի տնօրեն։ Լիլիթ Աղեկյանը այս իր հավակնությունը խափանում է այս բոլոր քրեական գործի նյութերը, ինչում մեղադրվել է եւ այլն եւ այլ նյութեր ուղարկում է տիկին Ժաննա Անդրեասյանին, այդ տիկնոջը, այս կառավարության, երիտթուրքերի կառավարության տիկնոջն է ուղարկում եւ այս տիկինը արդեն չգիտի ինչ անել,
որոշում է, որ պետք է այո, թույլ չտա, որպիսի Արմինե Սուքիասյան անձնավորությունը, որը պաշտոնական կեղծիք է թույլ տվել, որը թույլ է տվել նաև խոշոր չափերի յուրացում, այլևս լինի տնօրեն։ Հիմա այս տիկին այդ փաստից վրդովված, այս Արմինե Սուքիասյանը իմ վստահորդին Լիլիթ Աղեկյանին դատի է տալիս քաղաքացիական դատարանում, հայց է ներկայացնում, որ իբրև թե Լիլիթ Աղեկյանը իրեն վիրավորել եւ զրպարտել է։ Այդ դատական նիստի ժամանակ ես եւ Լիլիթ Աղեկյանը, այդ թվում մի դատավոր կա, ով որ վարում էր այդ նիստը, դատավորի անունն է Հայկ Աղաքարյան, եւ այս տիկին Արմինե Սուքիասյանը եւ նրա փաստաբանը եւ փաստաբանի ամուսին ինչ որ կոչեցյալ կար մեկը, ով նաեւ սպառնում էր եւ նաեւ վիրավորական արտահայտություններ էր անում Լիլիթ Աղեկյանի նկատմամբ, մենք դա ձայնագրել ենք, նաեւ դրա մասին փորձել ենք ընթացք տալ, դեռ հաջողության չենք հասել։ Դատարանը ճշտում է կողմերի դիրքորոշումը։ Լիլիթ Աղեկյանը իր դիրքորոշումը հայտնում է, որ տվյալ անձնավորությունը Արմինե Սուքիասյանը կոռումպացված է, քանի որ այս փաստերը կան, քանի որ կա աուդիտի եզրակացություն, թե ինչպես է դպրոցը մասնակցել պետական գնումներին, առանց մրցույթի, ինչն է խախտել, որ կարգն է խախտել, որտեղ այս ուսուցիչ չպետք է դասավանդել ինչ որ ֆիզկուլտուրի ուսուցիչը դասավանդել է մաթեմատիկայի ուսուցիչը դասավանդել է աշխարհագրություն, այնտեղ ես հիմա այսպես միգուցե ստույգ չեմ ասում այս տվյալները, բայց մոտավորապես այդպես է, համեմատական եմ ես բերում այս օրինակները։ Դուք պատկերացրեք ձեր երեխային ֆիզկուլտուրի ուսուցիչը դասավանդում է մաթեմատիկա, կամ Արմինե Սուքիասյանի տնօրենի գործավարը գալիս է ձեր երեխային պարապում է աշխարհագրություն։ Ինչ որ մեկը դասատուներից, քանի որ այդ դասատուն այդ ժամանակ մեկնում է Թուրքիա առևտուր անելու եւ այդ տեղը որպիսի պարապ չմնա, այդ նույն դասատուն Թուրքիա մեկնող առևտուր անողը դատարկ այդ տեղը չպահի եւ այլն, ես իմ ինչեր չանի, այդտեղ ինչ որ մեկն է պարապում։ Այս փաստերը ես համեմատականով եմ ասում, բայց հիմնականում այս փաստերը արձանագրված են տարբեր զեկույցների մեջ, տարբեր եզրակացությունների մեջ, որոնք անցկացվել են Լիլիթ Աղեկյանի բողոքի հիման վրա տվյալ դպրոցում։ Հիմա այդ դատի ժամանակ նստած է տիկին այդ Արմինե Սուքիասյանը, այդ տնօրենը, Լիլիթ Աղեկյանը ասում է, որ դուք կոռումպացված եք, որ ձեր պաշտոնավարման ժամանակ բյուջեից այսքան բան է պակասել, ձեր պաշտոնավարման ժամանակ սա է գողացվել, ձեր պաշտոնավարման ժամանակ դպրոցի ֆուտբոլի դաշտում մանկահասակ երեխա են բռնաբարել, ձեր պաշտոնավարման ժամանակ սա է եղել, դուք կոռումպացված եք եւ այլն։ Այս կոռումպացված բառը, այդ քննադատությունը, այդ դիրքորոշումը եւ հետագայում նաեւ դատավորի կողմնապահությունը, որը նույնպես Լիլիթ Աղեկյանի կողմից գնահատվել է որպես ոչ արդար կեցված, եւ այս ամենը այս դատավոր Հայկ Աղաքարյանը, այս Արմինե Սուքիասյանը, այս դատավարությունը դատը եղել է շուրջ 1.5 ամիս առաջ։ Այս երկուսը եւ մի հատ է դրանց միանում է մի ինչ որ ուսուցիչ, ով այդ Թուրքիա գնացող ուսուցիչն է, որ գնում է պարբերաբար Թուրքիա ինչ որ առևտրով է զբաղվում եւ այլն, այս ուսուցիչը, այդ դպրոցի տնօրենը եւ Հայկ Աղաքարյանը հավանաբար, քանի որ այս ամեն ինձ բացատրվել է բանավոր կարգով, ես դեռ քանի որ ներգրաված չեմ որպես փաստաբան, գնում են բողոք են ներկայացնում, չգիտեմ օրն է չի երևում, երբ է, չեմ իմանում դեռ, երբ է հաղորդումը տրվել, եւ այդ հաղորդման հիման վրա, որ դեպքը իբրև թե եղել է դատարանում, ես էլ այդտեղ վկա եմ հանդիսանում, պատկերացնում եք, ինձ գրել եմ որպես վկա, որ ես չկարողանամ պաշտպանեմ Լիլիթ Աղեկյանին, քանի որ ես վկայի կարգավիճակ ունեմ, հետեւաբար պաշտպան չեմ կարող լինել։ Եվ այդ օրվա դեպքը, այդ որ Լիլիթ Աղեկյանը դատարանին եւ կողմին քննադատել է, նրանց որակումներ է տվել, որը համապատասխանում է իրականությանը, այս որակումների ներքո դրել են նրա վրա հոդվածներ։
երկու հոդված խուլիգանություն, իբրև թե Լիլիթ Աղեկյանը, որ այդ արտահայտությունները արել է խուլիգանություն առաջին մաս, եւ դրել են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, այսինքն այս 489 հոդվածի երկրորդ մաս։ Հիմա այս հոդվածների ներքո պատկերացնում եք ոտից գլուխ խուլիգան են, գլխավոր խուլիգանը մի քանի օր առաջ տեսանք, չէ՞ ինչ էր անում ազգային ժողովում, ինչ խուլիգանական գաստրոլներ էր իրականացնում, այդ նույն խուլիգանական գաստրոլները իրականացնում են ինչ-որ մեկի հայրը, մյուսի մայրը, մյուսի չգիտեմ, ինքը անձամբ, բացի խուլիգանական գաստրոլներից, նաև անմիջապես մարդու գլխին հարվածելով, այսինքն սպանության փորձեր են կատարում, այս մարդիկ մնում են ոչ կալանքի տակ, իրենց գործերին ես չգիտեմ իրանց նկատմամբ ինչ խափանամիջոց է ընտրվում, բայց որոշել են մեկ ամիս անց Լիլիթ Աղեկյանին, այսինքն այս օրերն էլ ընտրել են, որ ոչ աշխատանքային օրեր լինի, երեկոյան ժամ, ամենանվաստացուցիչ մեթոդներով որոշել են հարձակվել Լիլիթ Աղեկյանի վրա եւ իրականացնել տերորիստական ակտ։ Ով է այս ամենի հետևում կանգնած մի անձնավորություն, որը նաև իբրև թե տուժել է Լիլիթ Աղեկյանից Չիչոյան դատախազն է, Շիրակի մարզի դատախազը։ Լավ, տիկին Աննա Վարդապետյան, դու գիտես դու մնալու ես ամբողջ կյանքդ դատախազ, ոչ, քո օրերդ հաշված են, տիկին ջան, քո համար, այդ որ գրում էի, չգիտեմ, այդ ոնց էիր գրում, ինչ որ եզրակացություններ ես գրել, օգնականն ես եղել Նիկոլի, թե ում, չեմ իմանում, ում օգնականն ես եղել, որ թուրքական ծրագրի օգնականն ես եղել, ես չգիտեմ, դա էլ կպարզվի։ Բայց ես քո վերաբերյալ հիմա կազմում եմ մեղադրական եզրակացություն, քո գործնեության վերաբերյալ։ Ես անում եմ հրապարակապ։ Եվ այս իմ մեղադրական եզրակացությունը, այսինքն իմ աշխատանքը, տալու եմ մարզի որևէ դատախազին կամ ընդհանուր առմամբ, ոչ միայն մարզի, համայնքային մի դատախազի, այդ մեղադրանքները տանելու է դատարան։ Մենք ձեզ էլ ենք տանելու դատարան, բայց հաստատ ձեզ տենց նվաստացուցիչ պայմաններում չենք տանելու։ Մենք հարգելու ենք օրենքը եւ իրավունքը։ Հաստատ ձեզ Լիլիթի նման, որ գան տան, այսինքն գիշերային զգեստով, երեկոյան գամ մտնեն տունը, կնոջը, որը գտնվում է ֆիզիոլոգիական հատուկ վիճակի մեջ, այդ կնոջը առանց այդ իր նորմալ հագուստի, առանց կրծկալի, տնային, այսինքն պիժամայով, մենք չենք տան պիժամայով եւ հողաթափերով ձեզ չենք տանի մեկուսարան կամ դատարան, ինչ որ դուք եք արել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Այսինքն այդ տեսարանը հրապարակել եմ ես։ Դուք փաստացի կարգադրել եք, խրախուսում եք միջև հիմա, որ Լիլիթ Աղեկյանի տուն ներխուժեն, ձերբակալման որոշում չցույց տան, չասեն ինչին է պատճառը, որ նրան ձերբակալում են, գիշերային զգեստով, այսինքն պիժամայով, հողաթափերով, առանց կրծկալ կնոջը եւ հատուկ ֆիզիոլոգիական վիճակում գտնվող կնոջը, առանց հիգիենայի պարագաների, ձեռները ոլորեն տանեն, ձեզ տանելու ենք մենք, անպայման։ Եվ ձեր նկատմամբ ես պատրաստում եմ օրենքի հիման վրա, օրենքի բոլոր անթերի, դուք եք ձեր բողոքները ուղարկում վճռաբեկ դատարան կամ չգիտեմ նաև որտեղ եք ուղարկում, ձեր բողոքները այնքան թերի են կազմված, որ մերժվում են առանց թերությունների, ճշմարտության ներքո, արդար պահանջների ներքո, այնպիսի մեղադրակ անբիծ, բայց հաստափոր մեղադրական եզրակացություն է կազմվելու ձեր նկատմամբ, ձեր ընկերուհի հետ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, որ այս երկու գիշերվա ընթացքում որևիցե միջոց չձեռնարկեց, որպեսզի Լիլիթ Աղեկյանի նկատմամբ չդրսևորվի իրավապահների կողմից Չիչոյանի կարգադրությամբ վատ վերաբերմունք։ Ձեզ չենք հագցնելու պիժամա, խողաթափեր, առանց կրծկալի, ձեր ֆիզիոլոգիական այդ վիճակում, կանանցի ֆիզիոլոգիական վիճակում գտնվելու պայմաններում ձեզ չեն ոլորելու ձեր ձեռքերը տանեն դատարան, կամ երկու գիշեր պտտացնել Գյումրի դատարանում, ժամանակավոր պահման մեկուսարանում, կամ հիվանդանոց տանել, հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չտրամադրել, եւ այլն, մենք տենց բաներ չենք անելու։ Մենք ձեր նկատմամբ ոչ խոշտանգում ենք կատարելու, ոչ է վատ վերաբերմունք։ Անթերի հաստափոր մեղադրական եզրակացության ներքո դուք եւ ձեր ընկերուհին, ովքեր երկու գիշեր շարունակ
այդ ահաբեկչական ակտը սպասարկեցիք, աչք փակելով ապօրինությունների վրա, ձեր նկատմամբ լինելու է համապատասխան մեղադրական եզրակացություն եւ համայնքային մի արդար դատախազ այդ մեղադրական եզրակացությունը տանելու է հայաստանյան դատարաններ, հենց հայաստանյան դատարաններն դատվելու եք, հանուն Հայաստանի, հանուն հայ ազգի եք դատվելու։ Տիկին Կոստանդյան, դուք մենք նաև դա մեր էջում հրապարակեցինք, երբ Լիլիթ Աղեկյանը պահվում էր այդ հատուկ պահպան վայրում, իրեն երբ հիվանդանոց էին տեղափոխում, դուք նաև ահազանգում եք խոշտանգումների մասին, կան արդյոք այդ կասկածները թե ոչ, եւ լավ, սա իրոք սա ինչ իրավապահ համակարգ է։ Մարիամ ջան, տեսեք, հիշում եք, չէ, մեր վարորդին, որ հագցրել էին այդ կանացի խալաթը, տարել էին դատարան։ Սա իրենց ակցիաները, իրենք նախ ժամանակ չունեն, երկրորդը ահավոր սարսափած են, բայց սա էլ իրենց չի փրկելու, այսինքն իրենք եւ սարսափած են եւ ահավոր սենց Լիլիթ Աղեկյանը ամեն դեպքում շատ հզոր կին է եւ իրեն շատ հզոր հարված է հասցրել եւ հիմա իրենք այդ հարվածի ներքո այսպիսի ճղճի միջոցների են դիմել տարեց մոր 70 գիտեն որ Լիլիթ Աղեկյանը ապրում է համեստ իր ուսուցիչ մայրիկի հետ միասին համատեղ այսինքն միասին է ապրում իր տարեց մոր հետ եւ իր տարեց մայրը իր խնամքին է ներխուժում են տանում են կալանավորման, այսինքն սա էլ է կալանավորման ապօրինությունների մեջ մտնում, որովհետև խնամքին կա մայր։ Այդ ինչի որոշեցիք, որ մեկ ամիս պետք է Լիլիթ Աղեկյանը կալանավորվի, տնային կալան կիրառեիք, եթե այդքան ձեզ անհրաժեշտ էր, վախենում էիք Լիլիթ Աղեկյանից, այդքան եթե եւ ունեիք հիմքեր, որ անհրաժեշտ է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Բա ինչու է մյուսը չընտրեցիք, բա խնամքին տարեց մոր այդ հանգամանքը, ինչու այդպես շրջանցեցիք, չգիտեմ դատավորը ով է, դուք էլ եք դատվելու, Աղաքարյանի հետ միասին ով գնացել է դիմում է գրել, այդ ով որա եք դուք, որ այսօր կայացրեցիք այս որոշումը ապօրինի, եւ Լիլիթի մայրիկին 77-ամյա կնոջը այսքան ցավ պատճառեցիք, դուք էլ եք դատվելու։ Սա ուղղակի խոշտանգումը, այս խոշտանգման ձև է։ Դուք պատկերացրեք 77 տարեկան ծնողի առջև, կին արմատի առջև, գալիս են գիշերային զգեստով հագուստի մեջ գտնվող աղջկան, որը ֆիզիոլոգիական նաև ընթացքի մեջ է եղել, առանց կրծկալ այդ պիժամայով, հողաթափերով, ձեռները ոլորում են, տանում են, անհայտ ուղղությամբ, չեն ասում ինչի մեջ է մեղադրվում, պարզաբանում չկա, նույն այդ ձերբակալման որոշումը, որը պետք է ունենա հատուկ ձևաբլանկ եւ այլն, ոչ մի բան չեն տրամադրում, ոչ մի հոդաբաշխ տրամադրում կամ պարզաբանում չեն փոխանցում ծնողին, ծնողը 77-ամյա կին, ով գտնվում է իր աղջկա խնամքին, ու սենց առևանգում տանում են, բայց սա խոշտանգում չէ, ես չգիտեմ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ինչ ֆիզիկական ներգործություն է եղել, ես դա չեմ կարող ասել, բայց հիմա կարող եմ ասել խոշտանգումների մեջ է նաև մտնում այն, որ Լիլիթ Աղեկյանի իրենք են, իրենց նախաձեռնությամբ, քանի որ նրա առողջական վիճակը այդ ԶՊՎ-ում, ձերբակալվածների պահման վայրում, ոստիկանությունում կտրուկ վատացել է, իրենք վախենալով այդ իր վատ վիճակից, իրենք են հրավիրել շտապօգնության մեքենա, շտապօգնության մեքենայի մեջ տեղափոխել են հիվանդանոց, մի ժամ պահել են հիվանդանոցում, չգիտեմ, ինչ որ դեղորայքներ են ներարկել, որից հետո ինձ ասեցին, որ մենք հիմա իրեն, այսինքն պատգարակի վրա դրած տանում էին MRT-ի, բայց MRT չեն արել, այդտեղից տարել են անմիջապես դատարան, պահել են դատարանի դահլիճում շուրջ 4 ժամ մինչև լուսադեմ, ինչի են պահել 4 ժամ, հետո այդ 4 ժամից հետո տարել են նորից այդ ձերբակալվածների վայրի մեկուսարան,
այնտեղ են պահել մոտ 5-6 ժամ, եւ ժամը 12-ին ցերեկը նորից տարել են դատարան։ Դուք պատկերացնում եք ձեզ Աննա Վարդապետյան, ձեր գիշերային ներքնազգեստով, հողաթափերով, առանց կրծկալի, առանց համապատասխան հիգիենայի գործառույթների, ոչ լվացվել եք, ոչ սանրվել եք, ոչ մի բան, ձեզ վերցնեն, դուք էլ լինեք հատուկ ֆիզիոլոգիական վիճակում, այսինքն չունենաք այդ պարագաները, որ կարողանաք այդ հարցը նույնպես լուծել, ձեզ քաշ տան, ձեր ձեռները ոլորեն, ձեր տարեց մոր առջև, Աննա Վարդապետյան, ձեզ եմ ասում, եւ ձեր ընկերուհի են մարդու իրավունքների գեղեցկուհի պաշտպանին էլ եմ ասում։ Ձեր ծնողների առջև ձեր ձեռքերը ոլորեն եւ այդ վիճակում 2 օր պտտացնեն ձեր քաղաքի տարբեր վայրերում, հիվանդանոց, ոստիկանություն, դատարանի պատվալ, հիվանդանոց, ոստիկանություն, չգիտեմ, որ մի պատվալը, այդ ձևի ձեզ պտտացնեն առանց հիգիենայի պայմանները ապահովելու։ Ձեզ դուր կգա, այդ վիճակում ձեզ տանեն ուրիշ մի դատավորի մոտ։ Այդ վիճակում ձեզ զրկեն պաշտպանական իրավունքից, ձեր նախընտրած պաշտպանի միջոցով։ Այսինքն սա հենց խոշտանգման չգիտեմ ինչ զահրուրելի տարբերակներից մեկն է մարդու նկատմամբ։ Դուք պատկերացրեք, ոչ միայն Լիլիթ Աղակյանին են խոշտանգել, այլ նաև Լիլիթ Աղակյանի մայրիկին։ Մայրիկը հիվանդանոցում ստացել է բուժօգնություն։ Մայրիկի ճնշումն է այդ հիվանդանոցում բարձրացել մինչև այն շեմը, որ կարող էր նաև ստանալ ինսուլտ։ Այդ նույն տեղի բժիշկները ասեցին, եւ բժիշկները այնտեղ ցույց տվեցին մայրիկին բուժօգնություն, նաև դեղորայք տվեցին։ Եթե ես չլինեի, բայց ես կլինեի, իմ նմանները շատ կան, հազարավորներ են։ Լիլիթ Աղակյանը չէր մնալու առանց պաշտպանության։ Նրա մոր կողքին լինելու էր մարդիկ էին լինելու։ Նրա մորն էլ մենակ չէինք թողնելու։ Եվ կանք դուք մի մտածեք, որ այս ձեր հարձակումները, այս ձեր ահաբեկչական ակտերը մեզ պետք է վախեցնեն, բայց ձեր կողքին մարդ չի լինելու։ Այդ ձեր ձեռքերը, որ օլոր են տանեն, չնայած ես թույլ չեմ տա, որ ձեզ նման վերաբերվեն։ Դուք օրենքի սահմաններում պետք է պատժվեք եւ արդար պատիժ պետք է ստանաք։ Եվ մեր արդար պատիժները չեն հատելու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված կանոնները։ Այդ կանոնները սուրբ են, չի կարելի մարդուն խոշտանգել, չի կարելի մարդուն նկատմամբ ցուցաբերել անմարդկային վերաբերմունք, վատ վերաբերմունք, այն մարդու նկատմամբ, ով գտնվում է պետության կողմից արգելանքի տակ։ Սա ոսկե կանոն է եւ այս կանոնը որևիցե կերպ չի կարող սահմանափակվել։ Ես չգիտեմ դուք դոկտոր եք, թե չգիտեմ ինչ կրթություն ունեք, ես այդ մասով չեմ անում, բայց եթե դուք իրավաբան եք եւ դուք ձեր դոկտոր եք կոչում, մի հատ էլ ընկերուհի ունեք, այն գեղեցկուհի մեր մարդու իրավունքների պաշտպան է, որպես իրեն հանդես բերում եւ ասում է, որ առանց իր իրավաբանական գիտելիքների ինչ որ Հայաստանին չեն ճանաչի։ Եթե դուք այդքան իրավաբանական գիտելիքներ ունեք, ապա 3-րդ հոդվածի կանոնները անգիր պետք է իմանայիք։ Եվ 2 գիշեր Գյումրիում դուք չպետք է թույլ տայիք, որ Լիլիթ Աղակյանին եւ նրա մայրիկին, Մարինա Շագոյանին, 77-ամյա կնոջը, խոշտանգեին եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերեին։ Այս մասերով շատ գեղեցիկ ձևով, շատ sense անթերի կազմված մեղադրական եզրակացությունը մի համայնքի դատախազ կպաշտպանի արդար հանուն Հայաստանի Հանրապետության դատարանում եւ հանուն Հայաստանի Հանրապետության ձեր նկատմամբ կարգավի դատական ակտ եւ ձեզ շատ գեղեցիկ ձևով կհրավիրենք ուր Աբովյան քրեակատարողական հիմնարկ տեսեք Բիլյանին պետք է փոխարինի, ով պետք է փոխարինի, արդեն ասել եմ, Ավիյան Տիգրանը, փաստորեն Լիլիթ Աղակյանի տեղն էլ սպասում են պետք է փոխարինի, այս մեր Աննա Վարդապետյանը։ Իր տեղն է Լիլի ջան, խուցդ մի քանի օր այդտեղ ոչինչ կմնաս, հեսա բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան այդ որոշումները, չկասկածեք, որ Լիլիթ Աղակյանին մենք այդ խցից հանելու ենք Աբովյան քրեակատարողական հիմնարկի, բայց այդ խուցը որոշ չափով կահավորված պահում ենք, այսպես ասած բրոնյա ենք անում, ամրագրում ենք, ում հետևից Աննա Վարդապետյանի հետևից։